Հրապարակ թերթը գրում է. մայիսի 21-ին վարչական դատարանում տեղի է ունեցել Վանաձորին վերաբերվող նիստը, որի ժամանակ ԼՀԿ-ն պետք է հայցից հրաժարվեր եւ հունիսի 20-ին վճռը պետք է հրապարակվեր, ինչից 3.5 տարվա ապօրինի արգելանքից հետո Վանաձորի ավականին կարող էր Անդրանիկ նիստ հրավիրել համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով, սակայն դատական վերջնական ակտը կայացնելուց 2 օր առաջ Փաշինյանի կողմից քաղաքապետի պաշտոնին նշանակված Արկադի Փելեշյանի ԱԿ-ի ուժը հասկը նոր միշտորդություն է ներկայացրել դատարան 180,000 դրամի դատական ծախսերի փոխհատուցման պահանջով, որպեսզի փաստաբանական ողջամիտ վարձատրություն գանձվի։ Այսինքն ստեղծվում է հերթական կեղծ հիմքը, որ այս ապօրինի դատը նորից ձգձգեն եւ ավականու նիստը կրկին չգումարվի։ Վանաձորում տեղի ունեցող այս ապօրինությունը Մամիկոն Ասլանյանի հետապնդումները խարամ պիտի լինեն Էդմոն Մարուքյանի ճակատին, որը հիմա իբրև թե ընդդիմադիր է ներկայանում։ Էդմոն Մարուքյանը առնվազն 3.5 տարի հնարավորություն է տվել Փաշինյանին ապօրինաբար Վանաձորում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Էդմոն Մարուքյանը կեղտոտագույն դերակատարում ունի այդտեղ։ Հիմա երբ հասկացավ, որ իրեն դուրս են շպրտում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից եւ հասկացավ, որ հիմա արդեն փող կամ քաղաքական կապիտալ կարող է բեջարել ընդդիմություն խաղալով, հրաժարվեց հայցից, բայց դա իր նկատմամբ պիտակավորումը չի փոխում։ Եվ այո, քաղաքական դաշտում ես վստահեցնում եմ ձեզ, որ կան պիտակավորումներ, որոնք երբեք չեն ջնջվում։ Հիշեք Արտուր Բաղդասարյանին, կարող է այդ մարդը լավ մարդ է, կարող է հիմա փոշմանել է իր առածների համար կամ իր նկատմամբ արվածը անարդար էր ինչ որ իմաստով, բայց այն պիտակավորումը, որ ինքը ստացավ 2008 թվականին, երբ ընդդիմադիր էր ու միանգամից հայտնվեց Սերժ Սարգսյանի գրպանում, այլևս չջնջվեց եւ այդ գործարքով, այդ մեկ գործարքով ինքը կարողացավ ֆինանսական նյութական միջոցներ հետ գցել, դու գիտեք ինչ որ արտադրություններ ունի, հա, եւ շենք շինություններ ունի, որոնք ձեռք բերեց այդ գործարքից հետո, բայց քաղաքականապես ինքը զրոյացավ, դարձավ ոչ մի բան եւ այլևս հնարավորություն չունի հիմա որ մեր հայրենակիցների պապերն էլ ձեռքից բռնած կան, այդ հայրենակիցները երբեք Արտուր Բաղդասարյանին չեն հավատա եւ այսպեսի շատ օրինակներ կան, Էդմոն Մարուքյանը դրանցից մեկն է։ Որքան շուտ Էդմոն Մարուքյանը սա հասկանա, այնքան իր համար լավ։ Որքան շուտ հասկանա, որ քաղաքականապես ինքը սպառված է, այլևս հնարավոր չէ վերակենդանանալ, վերադառնա իր փաստաբանությանը, գուցե որպես իրավաբան հարցազրույցներ տա, ժամանակին, երբ Արտուր Սահակունցի հետ էր աշխատում, տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ էր զբաղվում, գուցե այդ գործի վրա լավ ֆինանսական միջոցներ ապահովի, հատկապես հիմա տրանսգենդերները Հայաստանում իշխանության ներսում ամուր դիրքեր ունեն, այս իմաստով կարող է որպես տրանսգենդերների իրավունքների պաշտպան, այսպես հարմար դիրք զբաղեցնել, քաղաքական գործիչ մոռացեք, Էդմոն Մարուքյանը գոյություն չունի այլևս։ Եվ սա շատ լավ է, որ քաղաքական դաշտում կան նման օրինակներ, որոնց մենք կարող ենք ցույց տալ երիտասարդ քաղաքական գործիչներին եւ ասել, ահա թե ինչ կլինի ձեզ հետ, եթե դուք գնաք ստորագույն գործարքների ձեր համոզմունքներին դեմ կամ ձեր կողմից հռչակված համոզմունքների դեմ։